человек может взглядом, с глазом, через любую социальную сеть, все, он просто может этого человека уничтожить. Ողջույն սիրելի հետևորդներ, բավականին երկար ժամանակ է, ինչ այս թեմաներից չենք խոսել, ինքս չեմ ներկայացրել ձեզ, որը կա իմ բաժնում YouTube-յան ալիքում, այնտեղ, ինչպես գիտեք, playlist հարթակում, որտեղ խմբավորած է մեր թեմաները, ինչի մասին է խոսքը, այո, մեկ խոսքով կարող ենք ասել միստիկա, միստիկ աշխարհ եւ նմանատիպ երևույթներ։ Ինչեր են սրանք, մշտապես խոսել եմ, ասել եմ, ներկայացրել եմ ձեզ, բայց ամեն ինչը չափի մեջ, զգուշ, խելացի, ճիշտ ներկայացումով, որ այլ բաների հետ շատերը չխառնեն։ Քանի որ շեշտել եմ մշտապես փաստացի տարբերակներով, ասելով, ապացուցելով, որ այն կա, իրական է, մենք այդ ամենի մեջ ենք, մեզ հետ միասին կա այդ երկրորդ, կարելի ասել անգամ երրորդ աշխարհը, ինչի մեջ որ մենք ապրում ենք, բայց մարդիկ երբեմն չեն տեսնում, չեն նկատում, չեն զգում, չեն հասկանում, չեն ցանկանում այն ընդունել, կամ շատերը ընդունում են մեկ այլ տհաճ բառապաշարով, այն ասույթներով, խոսույթներով, իբր թե աչք, նավս, ինչ-որ գործողություններ մարդկանց անձանց վրա, որ այո, դա իրական է, բայց չենք տրվում, չենք գնում այս կողմ։ Խոսքը ինչի մասին է։ Եվս մեկ անգամ փաստացի, նմանատիպ տաղաններով մարդիկ ապացուցում են, փաստում են, ընդհանրապես գիտնականներ ուսումնասիրում են, որ այն կա, իրական է այդ աշխարհը, բայց չկա որևէ վախենալու ինչ-որ երևույթներ այնտեղ։ Պարզապես գիտություն է, այն շատ խորը ուսումնասիրվում է, բացահայտվում է, որտեղ կարելի է մոտենալ խելացի, ճիշտ լուսաբանել, ճիշտ մեկնաբանել եւ իրականում, այո, առօրյա մեր կյանքում մենք ապրում ենք, շփվում ենք այս երևույթների հետ, շատերս չտենալու տալով, չզգալով կամ մտածելով լավ ինչ-որ պատահականություններ են, ոչ, մշտապես ասել եմ կա, բայց նորից շեշտում եմ, չենք տրվում այդ երևույթներին։ Իսկ դրանք ինչպես են կոչվում, ինչպես են ներկայացվում, ինչ տարբերակներով, այ եթե դուք լսեք խելացի տարբերակը, կնայեք ամենին սովորական։ Մարդկությունը դերևս շատ բաներ չի կարողացել բացահայտել բնականաբար, այն իրականությունում, որտեղ որ մենք ապրում ենք, այս աշխարհում ինչեր կան, այնպիսի գիտություններ, այնպիսի իմացություններ, որ մարդ արարածի անգամ ուղեղը իզորու չէ այդ ամենը բացահայտելու, իմանալու։ Իսկ այս տարբերակով, որին մոտենում ենք խելացի, բացատրումներով, գիտականորեն որևէ անհանգստանալու կամ վախենալու, կամ ինչ-որ տհաճ զգացողական աշխարհներ չկան։ Մինչ բուն թեմային անցնելը հիմնական ասելիքս որն է, որ մշտապես ասել եմ, խոսել եմ այս մասին, այո, բացասական էներգիաներ, դա իրական է, դա գործում է։ Մարդիկ կլինեն քո կողքում, չեն լինի, կլինեն երկրագնդի մյուս կողմում, թե կլինեն մյուս քաղաքում։ Կողքիդ հարևանը թե մյուսը թե հարազատները ունեն մարդիկ էներգիա, դա իրական է, այն կարող է փոխանցվել ձեզ։ Դրական, բացասական, ընդհանրապես էներգիաներ ունեն ամեն ինչ։ Կենդանիները, բույսերը, առարկաները։ Իմ այդ միստիկայի բաժնում կա, ես էլի եի խոսել այս մասին, իսկ ինչպես կարող է այն փոխանցվել, հաղորդել մարդկանց, ինչպես որ ասում եք, աչք, նավս, չգիտեմ ինչ, եկեք այս բառերը տհաճ է չասենք, բայց իրական է, այն կոչվում է էներգիա, իրական է, կա, աշխատում է, դա ինչպես է։ Դա բավականին շատ արդեն բացահայտված է, իսկ մինչ հիմնական խոսելիքին, որ մենք կանցնենք, մի հատ նայեք եւս մեկ անգամ, շատ կարևոր գիտակ, հանրաճանաչ այս մարդու տեսանյութը, որից հետո կխոսենք։ Այն խոսքերն է ասում, այն է ներկայացնում այս հետարքիր խելացի մարդը, այս ոլորտում ուսումնասիրված, կայացած, զարգացած շատ բաներ ուսումնասիրած, ինչը մշտապես ասում եմ ես։ Տեսեք ինչքան ճիշտ է։ Եկեք նայենք տեսանյութը, այնուհետև անցնենք зритель. Сейчас модно стало в социальной сети выставлять свое богатство, свою жизнь, да, свои отношения. А вот через это могут как-то порчу навести или что-то. Вот, например, человек, да, показывает свой дорогой автомобиль, свои деньги, как он с женой куда-то едет, отдыхает, там, своих детей показывает. Могут ли вот эти вот те же родственники, да, или вот эти завистники через вот это видео, не видя лично, наводить порчу там от злости, от зависти? Вот очень тоже актуально сегодня это. Что именно? Например, смотрите, вот, допустим, когда у меня, допустим, все хорошо, да, все прекрасно, и я в социальной сети, когда не выставляю себя, свою жизнь семейную, меня только близкие знают, правильно же? А когда он выставляет в социальные сети, когда миллионы людей могут увидеть завидными глазами, в миллион раз больше шансов человеку, даже не просто порчу, человек может взглядом, с глазом, через любую социальную сеть, все, он просто может этого человека уничтожить. Если было бы что-либо, то, что как его убивает, да, это был бы сглаз. Поэтому... Получается, сглаз имеет такую же сильную силу, как колдовство. Конечно, конечно. Там даже обращаться никому не нужно, просто... Нет, это только сглаз мы говорим. А дальше, если как то, что вы задали вопрос,
Если человек просто фотку может взять, скрин сделать или скачать эту фотографию, отнести колдуну, навреди ему, фотография тоже достаточно. Поэтому вот обращаюсь к нашим братьям, сестрам, не надо выкладывать свою семейную жизнь на виду всех. Я и вот единственно вижу исключением, если от человека есть польза и он примером для подражания с другим, этот как бы бывает, вот его можно выкладывать, и то семейную жизнь зачем выкладывать? Ты можешь, если ты занимаешься распространением религии, какие-то полезные советы от тебя, польза людям есть, ты можешь это выкладывать все, но свою семейную жизнь личную это делать не стоит. Ну, да, это вопрос тщеславия, конечно же, когда человек... Поэтому же эти люди в основном и обращаются. Очень много вот этих блогеров, они обращаются к тем нашим братьям, кто занимается лечением от колдовства. Потому что вот это все завидные люди и порчи, и сглазы, все это собирается. Сотнями порч порой бывает у них. Տեսեք, մարդը ճիշտ ասում է, ճիշտ ներկայացնում է եւ բացատրում է։ Այո, ընդհանրապես աշխարհում ինչ կա, մենք ինչ տեսնում ենք մեր շրջակայքում, անգամ այն ինչը որ չենք տեսնում, ամենը ունեն էներգիաներ։ Շեշտեցի, ինչպես կարող ենք ասել, բույսը, ծառը, ծաղիկը, քարը, առարկաները, որևէ գույք, կահույք, հագուստ, որևէ մի իր, որը մտնում է ձեր տուն, էլ չասեմ կենթանական աշխարհը, առավել եւս մարդիկ։ Ամենը ունի իր էներգիան։ Դա այն չէ, որ դուք տեսանելի աչքով պետք է տեսնեք ինչ-որ երևույթներ, ոչ, զգացողական աշխարհով, անտեսանելի երևույթներով ամեն մեկը կարող են իրենց էներգիան փոխանցել, ազդել լավ, վատ, դրական, հանգստացնող, մաքրող, չար կամ փորձություններ պետք է ճանաչել, իմանալ։ Իհարկե իրականում հնարավոր չէ մինչև վերջ այն բացահայտել, ճանաչել, իմանալ, բայց որևէ ուսումնասիրություններից կհասկանաք ինչն է պետք ձեզանից հեռու պահել, ինչը մոտ, ում, ինչ տիպի մարդկանց, եթե անգամ կլինեն իրենք ձեր ամենաթանկ հարազատները, որտեղ անգամ կա արյուն, հույր եղբայրներ, ծնող երեխա հարազատներ, չենք ասում ամենը պետք է կտրել, հեռանալ, բայց պետք է ունենալ պաշտպանողական շերտ, ինչպես ասում ենք, պատնեշ։ Հիմա տեսեք, այս մասին շատ լավ իմանալով կարելի է ասել իրենց գործի մասնագետներ, նույնիսկ Հայաստանում շատ կանայք, անգամ տղամարդիկ, ես այդ անունները չեմ ցանկանում տալ, դա հաճե, ինչպես որ շատերը գիտեք ասում են նայող, գնում են այնտեղ, ոչ, չեք գնում, երբեք չգնաք, չփորձեք որևէ մեկը ձեր էներգիայի հետ ինչ-որ աշխատանք կատարի, բայց իրականում կան սխալ ճանապարհով ինչ-որ երևույթներ, գործողություններ են կատարում, ինչի մասն է խոսքը, իրենք գիտեն առարկաների ազդեցությունները, ինչ առարկան, ինչ ազդեցություն ունի եւ ինչպես ինչեր կկարողանան անել տան մեջ մարդու էներգիայով, մարդու աշխատավայրում ամենտեղ ինչ-որ փոփոխություններ կատարելու համար, այսինքն գիտեն էներգիաները։ Տեսեք այսպես, լինում է, որ ձեր տանը կա մի առարկա, որ դուք չգիտեք այդ մասին, բայց ինքը ունի մի էներգիա, բացատրվում է այսպես, ինչպես է, միգուցե մտածված չի բերվել դա ձեր տուն, բայց այն պատկանել է ինչ-որ մի մարդու, որը ունեցել է հիվանդություններ, անհաջողություններ, գենետիկ անեծքներ, իրավիճակներ եւ այսպես շարունակ, առավել մանրամասը քիչ անց կխոսեմ, եկեք տեղափոխվենք, անցնեմ մեկ այլ տարբերակով ձեզ բացատրելու։ Տեսեք, կա այսպիսի իրողություն, իրավիճակ։ Երբեմն կա սովորույթ, շատ դեպքերում մարդիկ գնում են օգտագործված որևէ իր առարկա։ Տանը պետքական ապրանքներ, մինչև անգամ հագուստ։ Այս դեպքում ամենամեծ իրականությունն է, որ էներգիան փոխանցվում է նախկին տերից հաջորդ օգտագործողին։ Դրա համար անպայման հաշվի առեք հիմնականում տան առարկաները, իրերը, որի հետ շատ եք շփվելու, այն հիմնականում կենցաղի համար գույքն է, առարկաներն են, այ օրինակ կահույքը, ննջասենյակի կահույք, բազմոց շատ դեպքերում գնում են կամ նվիրում են մեկը մյուսին, սեղան, աթոռներ, մահճակալի պարագաներ, այս դեպքում որտեղ մարդը շատ է շփվել այդ առարկաների հետ, որի վրա քնել է, հանգստացել, վատ մտքեր է ունեցել, թեկուզ լավ մտքեր, իրավիճակներ, վատ լուրեր, լավ լուրեր, ճակատագրական իրավիճակներ, մինչև անգամ հիվանդություններ, այդ էներգիան փոխանցվում է ձեր տուն։ Եվ այո, էներգիաները փոխանցվում են մեկից մյուսին, փոխանցվելով նախորդ տերերի այդ ապրանքների, այդ առարկաների հաջորդի նոր օգտագործողներին, որոնք կարող են ուղղորդել նաև երազներով, վատ կամ լավ երազներով, կյանքի փոփոխությունով, կտրուկ ինչ-որ մի նոր ուղի, ճակատագիր, կրկին շեշտում եմ անգամ լավ, իսկ իրականում շատ դեպքերում վատ։ Ամենակարևորներից է հաշվի առնել, իմանալ նախորդ տերերը մահացել են, մահացած են, ինչ կարգավիճակով, ինչ խնդիրներից են մահացել, ինչ է պատահել, իսկ հագուստի դեպքում ամենամեծ էներգիա պարունակող իրավիճակն է, ճիշտն ասած մի ժամանակահատվածում այդքան չգիտեի, չէի հասկանում, չէի ուսումնասիրել,
ինձ համար էլ կարող է ավելի փոքր տարիքում հասակում ինքս նորաձևությունով զբաղվելով ինձ նվիրեին որևէ հագուստ, քանի որ նորաձևության ոլորտը ինձ համար ամենակարևորն է եղել միշտ, որպեսզի այն ձևափոխեի նոր գործվածքներ, նոր հագուստներ իհարկե արդեն օգտագործած, որը ինձ համար նոր են, պետք է ձևափոխեի, նորություններ ստանալ, եւ ինձ նվիրում էին, ես վերցնում էի օգտագործած շատ հետաքրքիր դետալներով հագուստներ, առանց հասկանալու, որ դրանք էներգիա են պարունակում։ Աստիճանաբար այն հասկացած զգացի եւ իրոք դա զգացնել էր տալիս։ Առավել եւս մահացած մարդկանց հագուստները, իրերը, առարկաները նորից եմ շեշտում, հիմնականում հագուստը չվերցնեք, չկրեք եւ մի նվիրեք որևէ մեկին, եթե ունեք մահացած հարազատներ, մտածում եք հագուստը ափսոս է, իրը առարկան ափսոս է, ինքներդ մի նվիրեք եւ մի վերցրեք որևէ մեկից իմանալով, որ նախորդները արդեն չկա, մահացած է, ունի իր մեջ շատ էներգիաներ, հիմնականում բացասական առումով այդ մասին առավել մանրամասն հաջորդ թողարկումներում։ Ապա տեսանյութում մեր դիտած ամենակարևոր թեման ուսումնասիրենք, այո, իրականում այնքան ակտուալ է, մշտապես ասում եմ, երբ տեսնում եմ նմանատիպ տեսանյութեր, որտեղ իմ ասածը իրականություն է, այն էլ ավելի հիմնավորում է, որ մշտապես ես ասել եմ։ Մարդուն կարող են էներգիա ուղարկել, այն ինչպես որ ասում եք, աչք, նազ եւ վատ գործողություններ մարդու վրա, այո, դա իրական է, չնայած կրկին շեշտում եմ, թողնում են չենք զբաղվում նման բաներով, անգամ չենք դիմում որևէ մեկի օգնությանը, չի կարելի, չթողնեք ձեր էներգիային խաղանել, բայց այո, դա ճիշտ է, անգամ հեռահար։ Հենց համացանցի միջոցով, հենց մեր նկարների, տեսանյութերի, մեր ներկայացրածների, որոնցից իրականում ամենամեծ մասերից մեկը ես եմ գնում, քանի որ շատ հաճախակի փոքրուց ավելի վաղ հասակից, քանի դեռ այն ժամանակ չկար համացանցը, բայց մշտապես ձգտել եմ եթերային, հեռուստատեսություններ, ներկայացումներ, ներկայանալ հանրային մարդ լինելը, որտեղ մշտապես քեզ են դիտում, քեզ են լսում, ինչ-որ մի բանով կյանքում ներկայանում ես, այնուհետև համացանց, տեսնում եք, որ այո, ես սիրում եմ ներկայանալ, որոնք համապատասխանում են իմ մնացած բոլոր ոլորտների հետ, բայց հասկանալով հանդերձ գիտեմ, ամենամեծ էներգիան մենք վերցնում ենք մեզ վրա, փաստերը այնքան շատ են, առավել ևս իմ կյանքի հատվածում, որը պատմել անհնար է այդքան շատ։ Իրականում դա կրում են նաև բոլորը։ Տեսեք ինչ հետաքրքիր բացատրություն է, ես մշտապես ասել էի, քեզ դիտում են, քեզ լսում են, քո հաջողություններն են տեսնում, քո տեսքի խնամվածությունը ինչու՞ չէ, հագու կապը, քո ներկայանալի նախանձելի կերպարը, քո գնահատված լինելը, քո հանդեպ հարգանքը, պատիվը եւ բոլոր լավ առավելությունները եւ ի վերջո քո հաջողակ լինելը, ձեռքբերումները, ապրելակերպը, ֆինանսական, ընտանեկան ամեն լավը, հիշեք, գալու է ձեզ վրա էներգիա։ Չի լինելու այդպիսի մի բան, որ դուք, ինչպես ասում են, հեշտ պրծնեք այդ ամենից։ Դուք այն կզգաք ձեզ վրա։ Իմ տարբերակում այնքան շատ է, այսպես ընկերական եթե խոսենք, ներկայացնենք, ես շատ մտերիմ մարդկանց հետ խոսում եմ, կիսում եմ այս մասին, անգամ եթերներում եմ ես ասել, կան օրեր, որտեղ հստակ նոր տեսանյութեր տեղադրելուց հետո, անգամ իմ գեղեցիկ նկարները ֆոտոշարք, փոքրիկ կարճ կլիպ տեսահոլովակ գեղեցիկ երաժշտությունով, առավել ևս բլոգներ, տեսանյութեր, անմիջապես հաջորդում է այնպիսի իրավիճակներ, պատմում եմ ամենամտերիմներին, փաստերով ներկայացնելով, առավոտյան արտանալուց հետո, առավել ևս շատը հենց երազներով, իմ երազներում, կարող եմ ասել, պատմել, թե որ տանը, որ ընտանիքում, անգամ անուններով, հարազատների անուններով, ծանոթների դեմքով, պատկերով, թե ինչ զրույց է գնացել, ինչ են խոսել, քանի հոգով են եղել, ինչի մասին են խոսել, այնքան հստակ են գալիս ինձ այդ երազները, իսկ ես դե բնականաբար մշտապես ասել եմ, ովքեր արդեն գիտեն, ունեմ այդ շնորհը, կարելի ասել Աստծո շնորհ է դա, զգացողական աշխարհը, այդ միստիկ էներգիա կա ինձ վրա, կարելի ասել, այսպես թափանցիկ հայելու պես, ես տեսնում եմ, իմ տեղադրած տեսանյութերից հետո, այդ ամենից հետո, ինձ զրույցներ են գրում ում ընտանիքում, ինչ են խոսում, ինչ են քննարկում, իսկ իրականում, քանի որ այն հոսք է շատ ուժեղ, շատ արագ հոսք է գալիս եւ տարբեր թեմաներ լինում են երազից մեջ, կարելի ասել քաոս, ես առավոտյան արթնանում եմ, այնքան շատ են այդ երազները, այդ դեմքերը, պատկերները, ձայները, խոսելաոճը, ասելիքները, որ ամբողջը կարդում է կարծես մի քաոս չեմ կարողանում այդ ամբողջ երազները վերլուծել, հասկանալ, հիշել, որ մեկը ինչ, մեկը մյուսից տարբերել, բայց ընդհանուր հասկանում եմ մի քանի օր շարունակ եւ երազներում, եւ առօրյա ժամանակահատվածում ինչ որ բանով զբաղվելուց այդ լարվածությունը, էներգիան, երազները, այնպիսի մի ահավոր էներգիա է հոսում դեպի մեզ, ինձ,
իմ տուն, իմ ընտանիքին, եւ ամենը ունենում է իր ուղղվածությունը, իր թեման։ Եթե արտաքին տեսքի, խնամվածության, գեղեցկության, հմայքի այդ ամեն ներկայանալի կերպարի մասն եմ շատ ներկայացրել, անմիջապես զգում եմ քննարկումներ, երազներ, հուշումներ հենց այդ ուղղությամբ եւ կարող է այդ օրը ինձ վնասեմ, ինչ որ մի բան հենց իմ արտաքին տեսքին, ինչ որ մի բան փչացնեմ, այն չստացվի, քանի որ քննարկում է եւ այդ էներգիան եկել է հենց այդ ուղղությամբ։ Երբ որ տեղադրում եմ ընտանեկան շատ հետաքրքիր լավ իրավիճակներ, սեր, ջերմություն, ընտանեկան քաղցր իրավիճակ, ամենախաղաղ երջանկություն, անմիջապես գալիս է էներգիան։ Մի քանի օր շարունակ մեր տան մեջ ես հասկանում եմ, որ բացասական էներգիա է պտտվում։ Դրսևորվելով պահիտակ լարված, հոգնած վիճակ, խոսակցություններ, անհասկանալի իրավիճակներ, առանց պատճառի բրդովվածություն, անմիջապես զգացներ է տալիս իրական է ժողովուրդ ջան, ինչպես ասում ենք, ես առավել ևս իմ կյանքում փորձված է։ Երբ որ խոսում եմ, ներկայացնում եմ գործերից, հաջողություններից, ֆինանսական լավ վիճակից, չեք պատկերացնի, անգամ անհավանական է։ Այնպիսի մի ֆինանսական վնաս պատճառող իրավիճակ կարող է առաջանալ, ես անգամ զարմանում եմ եւ որոշում եմ այդ ընդհանրապես չներկայացնել, չասել, ցույց չտալ։ Այս լավ իրավիճակը մյուսը եւ հասկանում եմ, որ այո, էներգիան եկավ հասավ մեզ։ Իսկ այդ էներգիան միայն այնպես չէ, որ վատ իմաստով է գալիս, անգամ լավի դեպքում լավ խոսքեր, ուշադրություններ, քննարկումներ, այ օրինակ, որևէ ծանոթ, հարազատ, լավ խոսքերով կամ տանը քննարկում են մտերիմներով տեսնելուց հետո, տեսեք, ինչպես արեց, ոնց արեց, միայնակ, այսքան, այսպես, հաջողություններ, խոսակցականով ասված մանավանդ, տեսեք ինչքան լավ է, գովասանքներ, դա են, երբեմն քաղցր խոսքը գովասանքները, պտտվելով բացասական իր ուժը հավաքելով կրկին գալիս է ձեզ։ Ինչի համար բացասական, քանի որ միևնույն է մարդը քաղցր խոսքի մեջ ինչ որ մի բան պահում է մեջ, որ այ իմ դեպքում էր, մեր դեպքում էր կարող էր այսպես լինել, բայց տեսեք, այնտեղ եղավ շատ ապրի, որ եղավ, բայց մեզ չեղավ, ինչպես որ եղավ, դա նույնպես, ինչպես ասում են, քաղցր բացասական էներգիա կրկին գալիս է մեզ։ Այս մասին այնքան շատ երկար կարող եմ խոսել, շատ ասելիքներ կարող եմ ներկայացնել ձեզ, քանի որ բացատրությունները բազմիցս են եւ կլինի ամենամեծ հետաքրքրությունը ձեզ համար, բայց փորձեմ ինչքան հնարավոր է հակիրճ, ընթացքում աստիճանաբար նոր տեսանյութեր կտեղադրեմ, կխոսենք այս մասին։ Իսկ ամենավատ տարբերակը, այո, տեսանյութերով ձեր էջերից, մեր համացանցերում տեղադրված բոլոր մեր էջերից տարբերություն չկա, թե որտեղ կարող եմ վերցնել մեր տեսանյութերից, մեր նկարներից, քանի որ շատերը կարող են կատարել վատ գործողություններ, ովքեր ձեր վատն են կամենում, գնում են ինչ-որ վատ արարքների, վատ գործողությունների դիմելու, այո, կարող են վերցնել մեր նկարները, ինչպես գիտենք շատերը նման հենց նկարի հետ կապված ինչ-որ գործողություններ են կատարում, եւ այո, տանելով մեր նկարներից ինչ-որ չարագործություն, գործողություններ փորձեն կատարել, այո, իսկ դրանք ամենը ինչ է նշանակում, բացասական էներգիաներ, դրական թե բացասական, բայց միևնույն է, այն անդրադառնում է մեզ օրվա զգացողություններով, երազներով, իրավիճակներով, իրադարձություններով, փորձություններով, պատահական ինչ-որ անակնկալ իրադարձություններով դա հենց էներգիան է։ Իսկ այս մասին խոստանում եմ առավել մանրամասն հետո շատ խոսելու եմ։ Իսկ ինչ անենք ներկայանանք թե ոչ, չգիտեմ։ Ճիշտ ասած, ես մինչ ինչ-որ բան տեղադրելը, ներկայանալը անպայման աղոթում եմ, պաշտպանություն եմ առաջացնում դեմ առնելու բացասական էներգիայի, նոր տեղադրում եմ ինչ-որ մի բան եւ որից հետո տեղադրելուց հետո կրկին աղոթում եմ։ Եվ նախապես իմ ծանոթներին, իմ մտերիմներին, տան անդամներին ասում եմ, պատրաստեք, նոր տեսանյութ եմ տեղադրում, հիմա տեսեք էներգիա է գալու, այն մենք անպայման զգալու ենք եւ այդպես է, իրոք ինչ-որ իրավիճակ կատարվում է։ Մենք էլ տեսնում ենք տան մեջ ինչ-որ առարկաներ, հենց այնպես ընկնում են, կոտրվում են, խառնաշփոթ։ Առավել ևս այդ էներգիան ես ինձ վրա եմ վերցնում, ճիշտն ասած, կարող է ընկնեմ, ինձ վնասամ, ինչ-որ մի փորձանք, մի փորձություն, աշխատանքից վայրում անհաջողություն, իմ մնացած գործերի ձեռնարկների մեջ ինչ-որ առնաշփոթներ, անհաջողություններ, իրավիճակներ եւ այո, հենց դա էներգիան է։ Դե ինչ, որոշեք, տեղադրենք մեր համացանցում, մեր էջերում ինչ-որ մի բան, մեր կյանքից, մեր հետաքրքիր իրավիճակներից, նկարներ, տեսանյութեր, այո, թե ոչ, որոշենք ինքներս, բայց հիշեք, հնարավոր է հենց մեր on-line կերպարից վերցնել, ուղարկել էներգիա, բացասական էներգիաներ, փորձենք կատարել ինչ-որ վատ բաներ, որ այո, մենք դա զգալու ենք, իսկ դա ինչ է նշանակում, նորից եմ շեշտում, այն որ խոսակցականով ասում են, աչք, նավս, չգիտեմ ինչ գործողություններ, դա կա, իրական է, աշխատում է, բայց մենք ընդհանուր դա կոչում ենք էներգիա, քանի որ նախապես բացատրեցի, ամենը մեր շրջապատում ինչ կա, ունի իր էներգիա, իսկ ովքեր գիտեն առարկաների, իրերի, բույսերի, կենդանիների, առավել ևս մարդկանց էներգիաների գործածումը, կարողանում են դա օգտագործելով ստանալ այն
ինչը պետք է իրենց, ինչը ցանկանում են ուղղորդել դիմացինին, եւ թե ինչ են ուզում տեսնել իրենց դիմացինի կյանքում լավ թե վատ տարբերակներ, բայց պետք է մենք լինենք ուժեղ, պաշտպանված, իսկ ինչպես ենք պաշտպանվում, որն է պաշտպանությունը, ինչ ուժ եւ ինչ պատրաստվածություն պետք է ունենանք, դա կթողնեմ հաջորդի տեսանյութերում, իմ մյուս վլոգներում ես դες շատ բաներ կսովորացնեմ, նախապես նորից շեշտեմ, կապ չունի հավատքի հետ, գուշակությունների հետ, նայող, չգիտեմ ինչ գործողություններ կատարելու, ես այս ամենից հեռու եմ, շփոթել, չխառնել, երբեմն շատերը չեն հասկանում ինչի մասն եմ խոսում, ինչ եմ ասում, դրանք այլ բաներ են, բայց պետք է լինենք պաշտպանված, քանի որ ուզենք թե չուզենք, այդ ամենը իրական է։